Վահագն Ալեքսանյանի դրոսի գողացողն է եղել, Վահագն Ալեքսանյանն էր, ասենց ասեմ, գենդերային հոգեբանական բռնություն, անկախ իշխանություններից առնետի պես տարել են պետությունից, ուսապարկ անվանել չի կարելի, սրանք աղվես են։ Բարև ձեզ Արմինուրի հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալվել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը, բարև ձեզ պարոն Մադաթյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ նորից մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ, որ հիշել եք։ Նշեմ, որ մեր շարքը բավականին մեծ տարածում է գտել եւ սիրվել է, այդ իսկ պատճառով այս անգամ եւս կանդրադառնանք ԿՊ-ից որևէ մեկին եւ ընտրել ենք Անդրանիկ Քոչարյանին։ Որպես հոգեբան, ինչ բնութագիր կտաք Անդրանիկ Քոչարյանին, ինչպիսի մարդ է նա։ Գիտեք, այսպես եկեք փորձենք բնութագրել։ Անդրանիկ Քոչարյանի կերպարը քաղաքացիական պայմանագրի հենց ամբողջ հոգեբանությունը բնութագրող կերպարը։ Եթե մենք քաղաքացիական պայմանագրում տեսնում ենք բազմաթիվ երիտասարդ կերպարներ, որոնք որ ինչ-ինչ պատճառներով փորձում են ինքնակայանալ, այդ ոլորտում, եկեք տեսնենք, որ Քոչարյան Անդրանիկը ամենանախկին կերպարներից մեկն է, ում հետ կապված են ամենատարբեր ասեկոսներ, սկսած 88 թվականի երկրաշարժի եկած օգնության թալանից, վերջացրած հոկտեմբերի 27-ի դեպքերով։ Իր ամենավառ արտահայտումը հենց է եղել հոկտեմբերի 27-ի դեպքերի ամենաթեժ պահին ցուցակի մեջ հայտնվել է այդ հայտնի շիրխանյանական ցուցակի մեջ հայտնվելը, որը չգիտեմ, ես չեմ ուզում գնահատել դեպքերի առումով, բայց արարքը ամենանենգ արարքներից մեկն է եղել հայրենիքի նկատմամբ, ինչով ես կարծում եմ, որ այդ ցուցակի մեջ եղած մարդիկ ակնհայտորեն մի նժարի վրա դրել են հայրենիքը, միան նժարի վրա դրել են սեփական անձի կայացումը։ Հետագայում արդեն Քոչարյան Անդրանիկը միշտ եղել է ինչ-որ երկրորդային դերերում, եթե ուշադիր հիշենք, ինչ-որ պրոտեժեներ է ունեցել, ֆինանսավորողներ, ես էլի ժողովրդի բանով եմ ասում, բայց միշտ ձգտում է ունեցել դառնալու կինոյի մեջի տղա, այսպես ասեմ։ Կինոյի մեջի տղու երևի իրա ամենաբարձր կերպարը դա Ռուբեն Հայրապետյանն է եղել, որին փորձել է նմանվել ինչ-որ մի կերպ ու այսօր ինչ-որ հնարավորություն է դարձել իրան ստվերից դուրս գալ առաջի պլան։ Ինչի շնորհիվ ինքը ռեալիզացնում է այն ամենը, ինչը որ ժամանակին երևի սպանակի պես սեղմված եղել է իր մեջ։ Լկտիությունը ագինոյի մեջի տղայի, որը որ աբսոլյուտն իրականում ոչ ոք մինչև իրան այդպես չի ռեալիզացրել ոնց որ ինքը։ Ամենագետի այն կատեգորիան, որը որ կա, բայց եկեք մի հետաքրքիր բան նշենք։ Գիտեք, սափրը հոգեբանական նշանակություն ունի սովորաբար։ Ինչպիսի Եվ հոգեբանները ասում են, հիմնավորում են, սափրը պահվում է բարդույթները ծածկելու կամ միմիկան կոծկելու համար։ Դրա համար խորհրդային շրջանում սափր էին պահում նկարիչները, որոնք որ համարվում էին քիչ շատ բարդութավորված, արվեստագետները, այսպես ասեմ, որոնք համարվում էին անձնային առումով որոշակի բարդութավորված անձնավորություններ, կոմունիկացիայի մեջ խնդիրներ ունեցող անձնավորություններ, ու սա անհրաժեշտ էր, որպեսզի իրանք ռեալիզացվեին նկարչության, երաժշտության եւ մնացած բաների մեջ։ Անդրանիկ Քոչարյանը ի սկզբանե դեռևս նախկին դարաշրջանում, այսպես ասեմ, երբ որ սափրվելը տրենդ էր, միևնույնն է մի փոքր էլեմենտ ուներ սափրի, որով փորձում էր իր շրթունքի ու դեմքի միմիկան կոծկել, այս իր բրենդն է, բեղերը, որով մենք այսօր իրան ճանաչում ենք, այսպես ասեմ, որը ավելի տարածվեց հիմա այս անսափր տրենդի շրջանում, երբ որ առանց հաշվի առնելու տարիքը, բնավորությունը, դաստիարակությունը մնացած բոլոր բաները, Անդրանիկ Քոչարյանը ավելի մանրագալի անսափր անլվա այդ կատեգորիայի մեջ, մի պարզ պատճառով, որպեսզի կարողանա ծածկել միմիկան։ Ավելին ասեմ, եթե դուք դնեք իր ձայնագրությունները, ապա դուք կտեսնեք, որ 2018 թվականի ծեսկում, երբ որ Քոչարյան Անդրանիկի ինչ որ բաներ է խոսել, դեռևս սափերը չունենալու դեպքում,
ինքը ստիպողական միմիկան կասեցրել է եւ ինքը անմարտկային անշարժ դեմք է տալիս կարծես թե բոտոքսը լսկացնի դեմքը, հա, այսպես մի հատ իրավիճակ կա։ Սա սովորաբար տեղի ունենում մարդկանց հետ, ովքեր փորձում են թաքցնել իրենց հույզերը, էմոցիաները կամ ներկայանալ ոչ այն կերպարը, որը իրականում իրենք կան։ Իսկ իրականում Անդրանիկ Քոչարյանի ստեղծած կերպարը դա ինչ-որ sense անվախ կերպար է, կարծես թե որը զբաղվում է պատերազմական իրավիճակների, չէ, ինչ որ քննարկումով եւ այլ, եկեք պատկերացնենք, որ Անդրանիկ Քոչարյանը իրականում լրիվ հակառակ կերպարն է, որը ինքը կա։ Սա է միայն բերում նրան, որ Քոչարյան Անդրանիկը կարողանում է կնոջ նկատմամբ, ասենց ասեմ, գենդերային հոգեբանական բռնություն իրականացնել, անկախ նրանից այդ կնոջ հայացքների իր հայացքների հետ համընկնում են, չեն համընկնում, խոսքս Ռիփսիմեի նկատմամբ վերջերս Անդրանիկ Քոչարյանի թույլ տված ստոր արտահայտման մասին է, ես միայն այդպես կարող եմ գնահատել։ Դուք անցնեք իմ հաջորդ հարցին, ես դա ուզում էի ձեզ հարցնել, ինչու է Անդրանիկ Քոչարյանը թիրախավորում կանանց եւ հատկապես գեղեցիկ կանանց, նաեւ նշեմ, որ նման վարքագիծ ունի նաեւ Ալեն Սիմոնյանը։ Դա գալիս է Անդրանիկ Քոչարյանի մարդկային թե ոչ մարդկային տեսակից։ Գենդերային տեսակից։ Կնոջ հակառակ սեռին թիրախավորումը այնա դառնում է, ասենք, անվայր վերաբերմունքա ցույց տալիս նա, ով իր սեռը կորցնում է։ Այս է խնդիրը միայն։ Գիտեք, երբ որ քո սեռը դու ունես, դու շատ լավ, նույնիսկ եթե դիմացը թշնամի կին է, թշնամի է, զազրախոս է, կապ չունի, հասկանում եք, չէ՞, ներքին քո սերի գիտակցումը թույլ չի տալի դու այդ կնոջը նվաստացնես նման կատեգորիայի մեջ։ Փորձում ես խուսափել, փորձում ես լրացնել, փորձում ես ամեն բան անել ելնելով տղամարդ-կին հարաբերություններից։ Սա շատ կարևոր բան է, հակառակն էլ կին տղամարդ հարաբերություններից։ Քոչարյան Անդրանիկի դեպքում կարելի է կասկածել, որ այս մարդը նու տարիքի հետ երևի կորցրել է իր սեռը։ Եվ Ռիփսիմեին, Ջեբեջան, հա ճիշտ եմ ասում, խորհուրդ կտամ վերաբերվել Անդրանիկին Քոչարյան որպես անսեռ անձնավորության, ոչ թե որպես տղամարդու, որ իրան վիրավորել է, որտեղ դա անսեռ անձնավորության կատարած արարք էր։ Ես այդպես եմ համարում, մանավանդ ասելու տոնը, լկտի ձևը եւ այլ իրավիճակները։ Երկրորդ չափանիշը դա հետեւյալն է, այդ սերը կորցնելը ներքին հոգեբանական ասին, ուժի պատելը։ Հասկացաք, գլադիատորը, որ մասնակցում է գլադիատորների այդ բոյերին, ինքը կնոջը չի հարվածում։ Հասկացաք, կնոջը հարվածում է նա, ով որ տղամարդ տեսնելուց տակը լցնում է։ Սա է կատեգորիան։ Դες երբ որ ես չեմ կարողանում իմ սերի մրցակիցների հետ մրցել, ես իջնում եմ ավելի ցածր level ուժային մակարդակի մասին եմ խոսում, որը կինն է, հա, մենք կնոջը համարում ենք նուրբ, թույլ, էակ, անկախ, գեղեցիկ է թե գեղեցիկ չի, ու թող մենք չենք որոշում, էլի գեղեցկությունը, չգեղեցկությունը եւ այլն, սուբյեկտիվ միավորներ են։ Եթե մենք որոշում ենք, որ կինը բնականաբար տալիս ենք դրա նկատմամբ համապատասխան վերաբերմունք, կա էթիկայի նորմեր, բարևելու կանոններ, հասկացա, չգիտեմ, առաջ թողնելու կանոններ, աստիճան բարձրանալուց, ինչպես պիտի բարձրանա տղամարդ կինը, ինչպես պիտի իջնի տղամարդ կինը, սա կա, ոչ մեկը չի cancel արել սա։ Կան կանայք, որոնք պահանջում են, որ իրանց նկատմամբ նման վերաբերմունք չէ, ինչ որ ֆեմինիստներ եւ այլն, բայց դրանք շատ հազվադեպ են Հայաստանում եւ տվյալ միջադեպում մեր աղջիկը բոլորովին այդ պրետենզիաները չուներ, ինքը բավականին լավ կին է այդ առումով վերցրացել։ Այնպես որ այս երկրորդ բանն է, երբ որ չես կարողանում տղամարդու հետ մրցես, իջնում ես ավելի ցածր level, որտեղ կանայք են, եւ այստեղ էլ ես Ռիփսիմեին կուզեմ ասեմ, որ ես կարծում եմ, որ ինքը պիտի
լավ է զգա այն առումով, որ ինքը այնքան հզոր մարդ է, որ հասկացեր Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանության պատերազմական բաները քննող հանձնաժողովի նախագահը իջնում է իր մակարդակի, մակարդակ ասելով հասկացաք ինչ եմ ասում, ուժային մակարդակի մասնախոսքը եւ անձնային վիրավորանք է ասում, որտեղից դա համարվում է անձնային վիրավորանք, ոչ հարստավարժություն կար այդտեղ, ոչ մասնագիտական մոտեցում կար այդտեղ, ոչ մի բան չկար այդտեղ եւ սովորաբար նույնիսկ եթե լրագրողը խախտեց էթիկայի նորմերը ու վիրավորեց տղամարդը ունի ձև առանց վիրավորելու իրավիճակը շտկելու։ Այդ ձևերը կան ու մենք 100 անգամ տեսել ենք, որտեղ այսօր առաջի ու վերջի իշխանությունը չի, մենք տեսել ենք իշխանավորների, մենք տեսել ենք մարդկանց, ովքեր շատ բարի, ներողամի, ջպիտով եւ այլն իրաբերում, նույն ձևի վերաբերվել են շատ ավելի լկտի լրագրողների, որոնց անունը ես չեմ ուզում տալ հիմա, հա, ասենք կին լրագրողների մասին է խոսքը, բայց չի եղել կոպտել, չի եղել նման բաներ։ Մենք խոսեցինք Անդրանիկ Քոչարյանի մարդկային տեսակից, նաև կուզեմ անդրադառնանք, թե որպես հոգեբան ինչպես եք դուք տեսնում Անդրանիկ Քոչարյանին թիմի ներսում։ Տեսեք, Քոչարյանը իր բնույթով լինելով ինտրիգանտ, թիմի ներսում ձևավորել են իր համախոհները ձևավորել են իր կաստան, որով որ կոնկրետ նկատելի անհամաձայնություններ ունի մյուս թիմի կաստանների հետ։ Նո ենթադրենք այդ Անդրանիկ Քոչարյանի, իմիջիալոց Անդրանիկ Քոչարյանի մանեղ թիմից էր նաև Հովիկ Աղազարյանը, որը դու իրանց թիմն էր, սա թիմի ներսում շուրջ 6 տարի ինչքան էին իրանք այնտեղ եւ այլն, հիմա այս վերջի շրջանում Հովիկ Աղազարյանը որոշեց իր խաղական որոշեց, կամ Քոչարյանը չկարողացավ պահել Հովիկ Աղազարյանին, չգիտեմ ինչ ա եղել, տեղի ունեցել, իրանց միջև տեղի ունեցել գզվրտոց, բայց քանի որ այդ ինտրիգանությունը կա, այդ գզվրտոցը միշտ լինելու է, ուզեք թե չուզեք։ Հակված եմ մտածել, որ սրանք Խաչատուր Սուքասյանի թև են որպես աշխատում, որովհետև զրույցները նստելա ոչ պասերը, որը տալիս են ազգային ժողովում, շատ նման է, որ այս նեղ թևը այս անձանց հետ է կապված, որոնք բնավ անհամաձայնություն ունեն ԿՊ-ի մյուս թևերի հետ, ասենք, չգիտեմ, յան սիմվոլիկ ասենք սորոսական թևի հետ, կամ սիմվոլիկ ասենք այդ վիսկչկաների, հա, այդ կոնջորյանական թևի հետ, հա, որոնք որ հա ոչինչից եկել արել են ինչ որ մի բան։ Անդրանիկ Քոչարյանը լինելով բարդութավորված անձնավորություն փորձել է ուժային ինչ-որ ստրուկտուրայում դեր ունենա եւ ստացել է երկրորդային կամ երրորդային դեր ուժային ստրուկտուրայում եւ ես կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր արժանվույն դեր է տվել, դա նվաստ դեր է, այսինքն 44 օրյա պատերազմի անմիջական մեղավորներից մեկին նշանակել է քննելու 44 օրյա պատերազմի հասկացար խնդիրները, հասկանում եք, չէ՞ ինչ ծիծաղելի իրավիճակ է դարձել, այս իրավիճակը իհարկե գոյություն ունի, բայց ես ուզում եմ, որպեսզի բոլորս հասկանանք, որ երբևէ ոչ մի իշխանություն հավերժ չի, ինչ որ մի պահի դա վերջանում, հա, եւ ինչ որ մի պահի ինչ որ մարդիկ անդրադառնալու են այդ փաստին եւ բացելու են սա, որ աղվեսին դրել են մարակին, հա, հավաբան։ Այստեղ Քոչարյանի համար կարևոր է, որ այդ ռազմական այս բառը տեղի ունենա այդ ամեն ինչի մեջ, իր կայացման գործընթացի մեջ եւ ինքը ընդունի շատ կարևոր մարդու իրավիճակ, որտեղ հասկանում եք հասուն տարիքի մի մարդ, որը իր ամբողջ կյանքում եղել է անկարևոր, ամբողջ կյանքում եղել է երկրորդային, ամբողջ կյանքում արժանացել է ինչ որ երկրորդային թուլափայերի, ու հիմա ինքը ուզում է բաժին ունենա ամեն ինչի մեջ։ Քոչարյանի հոգեբանությունը, ասեմ, անկայուն, անարժեք հոգեբանության տեր մարդ, ով որ ծնվել է խորհրդային շրջանում, ստացել է խորհրդային դասարակություն, մարդ, ով որ ապրել է ազատագրման ժամանակահատվածում, առաջի ազատամարտի ժամանակ, եւ այն ժամանակ գոռացել է, որ սա օքեյ է եւ լավ է, մարդ, որը հոկտեմբերի 27-ին ինքնաառաջադրվել է,
դեռևս սպարապետի դիակը չսառած իրավիճակում ու ասելով որ դա անում է հայրենիքի համար ինչով է սուրել դա այդպես ասում հա մարդ ով որ չգիտեմ անցել է այս ամեն ինչի միջով ընկերությունը արել ըստ իր խոսքերի եւ ըստ որոշ մարդկանց նախքին շատ կարկառուն գործիչների հետ ու մարդ ով որ այսօր ուրանում է այս ամենը Ասկացեք, չի տալիս պատասխաններ։ Ես սիրում եմ հարցեր տալ։ Ես ունեմ հարց Անդրանիկ Քոչարյանի։ Ինչ հարց ունեք։ Օրինակ հոկտեմբերի 27-ի հետ։ Ինքը պարզաբանումներ չի ուզում, մտցնի ոնց հայտնվեց ցուցակում, ու ինչի էր իր համար այդքան կարևոր պաշտոն զբաղացնել այն ժամանակ, երբ որ երկրում քրիտիկական իրավիճակ էր։ Իսկ իր համար կարևոր էր, որ նախագահ հրաժարական տա։ Ոչ թե կարևոր էր, որ հանցագործները բռնվեն, պարզվի էությունը։ Չէ՞։ Մենք ունեցանք իրավիճակ, որտեղ մենք ունեինք երկրի նախագահով մտավ ներս փորձեց լուծել իրավիճակը, հասկացավ, որ իրավիճակը բավականին բարդ լուծելի է, որպեսզի կասկածների առիթ չտա, զոհված պարապետի եղբորը դրեց վարչապետ տալով անսահմանափակ հնարավորություններ, որպեսզի պարզվի այդ գործը, հա, որպեսզի կարողանա հասկի։ Բայց միևնույն ժամանակ Քոչարյան Անդրանիկ Շիրխանյան այս թիմը մի քանի ժամվա ընթացքում բերեց գրավոր ցուցակ ներկայացրեց պաշտոնների բաշխմամբ ու ես որքան հիշում եմ Անդրանիկ Քոչարյանի ժամանակ ՊՆ նախարար էր Իրան առաջադրա այս հարցը ինձ շատ հետաքրքիր է ինչ կապ ուներ սա հայրենիքի հետ ու աթե անձնական շահեր ու ինչի է հիմա ինքը որպես հայրենասեր Իրան դրսևորում հարցեր ունեմ կապված Սպիտակի երկրաշարժի հետ կորած ալուրների եւ այլի հետ հասկացաք, որը մինչև այսօր լիարժեք պարզված չի ու այս հարցը դեռևս կանգնած է։ Մի խոսքով եկեք հասկանանք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը համեն դեպս ազգային ժողով մի խմբերից է բաղկացած։ Խմբերից մեկը սա այս նախկինների, իսկական նախկինների, որինց ես նախկին եմ անվանելու, սրանք Սուքեսյան Խաչիկն է, Քոչարյան Անդրանիկն է, Մելքոնյան Գագիկն է, նախկիններ, որոնք որ նախկին իշխանությունների օրոք անկախ իշխանություններից առնետի պես տարել են պետությունից։ Հասկացաք նախկիններ, օրինակ Մելքոնյան Գագիկը, որ անմիջապես Վահագն Ալեքսանյանի դրոսի գողացողն է եղել։ Վահագն Ալեքսանյանն էր, չէ՞, որ ասում ես չունեինք վարտիկ։ Անմիջական գողացող ինքն է եղել, որոնք այսօր գտնվում են այնտեղ ու իրար հետ նստած հարց են տալի երրորդ մարդու ուրերին վարտիկը, հա, բայց վարտիկի տերը նստած է կողքը։ Այս մի թիմը, մյուս թիմը դա նոր ձևավորված ուսապարկերն են, սրանք ուսապարկ անվանել չի կարելի, սրանք աղվես են ավելի շատ, որտեղ սրանք ավելի խորամանկ են, սրանք շատ լավ հասկանում են ինչ իրավիճակի մեջ են, որ շանս է իրանց ձեռքը ընկել, որպեսզի իրանք կարողանան լափամանին իրանց նշած լափամանին մոտ գտնվել եւ ակտիվ լափման process-ի մեջ են։ Մյուս թիմը դա երիտասարդ ուսապարկներն են, որոնք չէին էլ կարող երազել 1 միլիոն դրամ աշխատավարձ ունենալ, որովհետև չունեն ոչ մասնագիտություն, ոչ կրթություն, ոչ մի ուրիշ բան, ու մենք այդպես բազում դեպքեր ենք տեսնում մարզպետերի, չգիտեմ, ազգային ժողովի падգամավորների բանի, ու եթե իշխանությունը փոխվի ու սրանք ծրվեն, սրանք պատալոգելի գնալու են ինչ-որ միտեղ մակրոյի աշխատանք, որովհետև չունեն այդ կրթությունը ավելի կոմպետենտ աշխատանք կատարելու, բայց այսօր մեկ է տեսնում ես ինչ-որ հանձնաժողովում ինչ-որ մտքեր են արտահայտում առանց կրթություն ունենալու, հա, այս երկրորդ թիմը։ Այս մարդիկ անձնային ուղակի համբանելու իրավիճակային համբանելու եւ երրորդ մասը սա նպատակային sense անվանենք իրանց Եվրոպա մեծ, սովրոսական, ոնց կուզեք անվանենք, որոնք գաղափարային սկզբունքով են այս ամենին, հա, իշխում, այս մարդիկ էլ արդեն վաղուց այդ հիշեք էկոլոգները, որ գնում էին ծառը կտրելու, այս բանն է, շերտն է, բոլոր էկոլոգներին չեմ ուզում նեղացնել, որովհետև համոզված եմ, որ անկեղծ են իրանց միջև մարդ կլիներ այդ օրերին ծառ կտրելու, բայց ցավոք սրտի վերջի 7 տարում ես չեմ տեսել ծառ կտրելուց որևէ մի էկոլոգի այդ ծառի կողքը կանգնած, դրա համար իրավունք ունեմ ընդհանրացնեմ ու ասեմ բոլոր այն էկոլոգները, որ նախկին իշխանությունների օրոք ծառերի կողքը լալա, հառաջ արտահայտություններ էին անում, կտրած ծառ էին նկարում ուղարկում
եւ այլ, այս էլ այդ սորոսական թևն է, որոնց համար մեկ է ոնց հարված են պետության իշխանություններին, ծառով, թփով, հանքով, թե ուրիշ էլեկտրիկ Երևանով կամ մի հատ այլ կերպով։ Հիմա Անդրանիկ Քոչարյանը այս կերպարն է։ Եվ ես ասեմ, իր հոգեբանությունը կրաս ԿՊ այս ընդհանուր հավաքական հոգեբանություն կարելի է համարել։ Իրան որպես մարդ կարելի է համարել ԿՊ հավաքական կերպար, ինքը իմ համար դա է։ Լկտի առանց սահմանների, առանց գենդերային պատկանելության, առանց հայրենիքի։ Ցույց տվեք ինձ Անդրանիկ Քոչարյանի հայրենիքը, ես չգիտեմ դա որն է, որովհետև դա իմ հայրենիքը չի, բնավ դա այդպես չի։ Ցույց տվեք իր ընտանեկան պատկանելությունը, ոնց կարող է մարդը, որ ընտանիք ունի, կին ունի, երեխա ունի, հարս ունի, հարգում է իր հարսին, իր հարսի տարիքի մի աղջկա նման լկտի կերպով վիրավորի, այսինքն սա էլ իր համար ընդունելի իրավիճակ չի։ Ցույց տվեք որևէ մի բան, որը իր համար կարևոր է։ Այստեղ մի հատ փոքրիկ նյուանս էլ ավելացնեմ։ Անդրանիկ Քոչարյանի գերարժեքը դա փողը չի, դա փառքն է։ Անդրանիկ Քոչարյանը ԿՊ-ը մտել փառքի համար, ոչ թե փողի։ Իհարկե փողել ունի, ես չեմ ասում չունի, իհարկե այդ կոռուպցիոն սխեմաներ եւ այլն, այս ամեն ինչը բարձվելու է բաղ, բայց ի սկզբանե Քոչարյան Անդրանիկի ձգտումը փառքն է եղել, փառասիրությունը, հենց այդ խոսելու տոնը իր նայեք, մի հատ հայացք իր նայեք, այս արտիստիկ դեմքի արտահայտությունը, որ ինքը գցում, ասենց աչից ձախից, կարճ գցած ֆրազաները, ես այսքան կարևոր անձ եմ, որը մի բառ ավել չի ուզում, չունի ձեր հետ բանանելու, հասկացեք, մատ տեսեք փողոցում ինքը ոնց է քայլում, այդ իրավիճակ, այս փառքն է կարևորը, որ վերջապես հասուն տարիքում ինքը թեկուս ԿՊ-ով, բայց դարավ առաջի լեվելի ինչ-որ մի մարդ կարճատև։ Պարոն Մադաթյան, ավարտին հասցնելով մեր խոսակցությունը, նաև պատրաստել ենք մի քանի բլից հարցեր, եթե դեմ չեք։ Իհարկե դեմ չեմ։ Ինչ ընկեր է Անդրանիկ Քոչարյանը։ Ընկեր չի ընդհանրապես, այսպես։ Իսկ ինչ ծնող է Անդրանիկ Քոչարյանը։ Չեմ կարծում, որ լավ ծնող է, որովհետև լավ ծնող չէր կարող Ռիփսիմե Ինջաբեջան նման արտահայտություն անել։ Ինչ գործընկեր է Անդրանիկ Քոչարյանը։ Պատանողական, այսօր իմ հետ, վաղը քո հետ, մյուս օրը մյուսի հետ։ Նու իմ հետ չի կարող լինի գործընկեր, ոչ քո հետ։ Հասկացաք, չէ՞, ինչ մետաֆորիկ ասի։ Ինչ տեսակի մարդ է Անդրանիկ Քոչարյանը, լավ, վատ, թե շատ վատ։ Աղվես, այսպես ասեմ, հասկացա, եթե ինչ-որ մեկի համար աղվեսը դա լավ կերպար է, ուրեմն լավ մարդ է, հասկացա, ես համարում եմ Անդրանիկ Քոչարյանին իմ ճանաչած ամենավատ կերպարներից մեկը։ Մելիք Ֆրանգյուլ, շատ լավ պերսոնաժ է դա, Մելիք Ֆրանգյուլ, որը փառքի համար հայրենիք ծախեց, օքեյ է։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, այսքանն էինք պատրաստել, իսկ մեզ կարող եք հետևել նաև Telegram-յան, Instagram-յան եւ TikTok-յան հարթակներում։ Կհանդիպենք։